Ապրիլի 28-ին ժամը 3-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում ահազանգ ստացվեց։ Կտրած ծակած բազմաթիվ վերքերով երկու տղամարդու էին հիվանդանոց տեղափոխել, որոնցից մեկի վիճակը ծանր էր։ Օպերատիվ խումբն անհապաղ հիվանդանոց մեկնեց։ Իրավապահները զննեցին կրիմինալ մատյանը, զրուցեցին հերթապահ բժշկի հետ։ Տուժողներից հաղորդում վերցնելն անհնար էր, մեկը վերակենդանացման բաժանմունքում էր, մյուսին վիրահատում էին։ Երկուսին էլ հարազատներն էին շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխել։ Տուժողներն ազգականներ էին։ Ահազանգի կապակցությամբ անմիջապես մեկնեցինք հիվանդանոց, որտեղ տուժողները հայտնել էին, որ իրենց վնասվածքները ստացել են Զեյթուն թաղամասում գտնվող թիվ 44 դպրոցի մոտ անծանոթ մարդկանց հետ վիճաբանության ժամանակ։ Սկզբում ոստիկանները հավատացել էին, բայց հետո տարակուսել։ Եթե դեպքը 44 դպրոցի մոտ է եղել, ինչու անմիջապես բժշկի չեն դիմել։ Շտապօգնության բրիգադն ինչու է նրանց Լեպսուսի 5-ի փողոցից հիվանդանոց տեղափոխել։ Տեղազնության ժամանակ 44 դպրոցի շրջակայքում որևէ հանցանշան չհայտնաբերվեց, սակայն Լեպսուսի 5-ի փողոցի շենքերից մեկի բակում նստարանին իրավապահներն արյան հետքեր նկատեցին։ Տուժողներից մեկն այդ փողոցի բնակիչ էր, մյուսը, որ նրա հորաքրոջ տղան էր, այդ օրն իրենց տանն էր մնացել։ Ոստիկանները սկսեցին օպերատիվ հարցումներ կատարել, զրուցեցին հարևանների ու հարակից շենքերի բնակիչների հետ, եւ շուտով ոչ միայն պարզվեց իրական դեպքի վայրը, այլև թե ով է ճակերտավոր այն հերոսը, ում անունը տուժողներն ու նրանց հարազատները փորձում էին թաքցնել։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք իրենց վնասվածքը ստացել են Լեպսուսի 5-ի փողոցում եւ իրենց վնասվածքը հասցրել է իրենց հարևան Կարեն Մեհրաբյանը։ Նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում Կարեն Մեհրաբյանն իր բնակարանից բերման ենթարկվեց։ Մեհրաբյանը նախկինում 2 անգամ խուլիգանության եւ 1 անգամ մարմնական վնասվածք հասցնելու համար դատապարտվել էր։ Խուսափում էր տեսախցիկից ու այդպես էլ կատարածի վերաբերյալ որևէ բացատրություն չտվեց։ Թաղում շատերը գիտեին նրա վարքի մասին, ոմանք նույնիսկ կասկածում էին, որ հոգեկան շեղումներ ունի, սակայն այդ օրը Կարենին օղին էր շեղել։ Հարբած իրենց տան մոտ մի տաքսու վարորդի հետ վեճի է բռնվել։ Տուժողներն էլ, որ մոտակա խանութ էին գնում, նրան այդ վիճակում տեսնելով վարորդին ճանապարհել էին, Կարենին տուն տարել։ Նախատել էին, որ քիչ խմի ու հեռացել, սակայն հարբած հարևանը ոչ միայն չէր հանգստացել, այլև դիտողությունից վիրավորված դանակը ձեռքին տնից դուրս էր եկել, թիկունքից հարձակվել նրանց վրա ու դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելուց հետո դիմել փախուստի։ Առնաշաղախ տուժողները մոտակա շենքի բակի նստարանին էին հասել, այնտեղից էլ մի կերպ տուն։ Նրանցից մեկը, որ տանտերն էր եւ բժիշկ, բակում փոքրիկ ատամնաբուժարան ուներ։ Փորձել էին սեփական ուժերով վիրակապել վերքերը, սակայն բժշկի կինը նրանց տեսնելով շտապօգնություն էր զանգել։ Հիվանդանոցում պետք է պարզվեր, որ արտաքուստ մակերեսային թվացող վնասվածքները շատ ավելի խորն են, քան կարելի էր պատկերացնել։ Երկուսի վիճակը բավականին լուրջ էր։ Արտակ Ադուրյանին ցույց է տրվել առաջային վիրաբուժական օգնություն, որից հետո հիվանդը տեղափոխվել է բաժանմունք, իսկ Միրզոյան Նայիրին ընդունվելուց անմիջապես նրա վիճակը գնահատվել է որպես ծանրահեղ ծանր, վիրահատությունը անցավ բավարար, հիվանդի վիճակը հիմա գնահատվում է ծանր, բայց կայուն։ Ուշագրավ է, որ թեև տուժողները հրաշքով էին փրկվել, այդուհանդերձ Կարեն Մեհրաբյանի մասին այդպես էլ որևէ բացասական խոսք չասացին։ Կարենը նրանց մանկության ընկերն էր եւ դրանով հարցը համարում էին փակված։ Այս մանկության ընկերը, բան չի, լավ, դա կարևոր չի։ Հիմա ամեն ինչ անցել է փառքասու, վերջ։ Դանակը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում քրեական օրենս գրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է։